Սրանք ամենաանիմաստ վարժություններն են, որոնք ես երբեք խորհուրդ չեմ տա անել, մաս 3-րդ։ Առաջինը sense կանգնած bicep curl-եր։ Անիմաստ երկու հատ cable զբաղացնելը, որպեսզի անել մի հատ վարժություն, որը նույնիսկ այդքան լավ տարբերակ չի բիցեպսի համար, երբեք իմաստավորված չի։ Առաջին հերթին այս վարժությունը լինելու ամենադժվարը S կետում, որտեղ արմունկները հավեմատած ծալված դիրքում են, որտեղ ավելի լավ լծակ ունի brachioradialis-ը, այլ ոչ թե բիցեպսը։ Գումարած սրան, քանի որ բիցեպսը անցնում է համ ուսի, համ արմունկի վրայով, երբ մենք թևը բարձրացնում ենք, բիցեպսը կարճանում է, ինչի պատճառով նույնիսկ ավելի շատ է սկսում իր լծակը կորցնել։ Ու վերջապես այս վարժությունը արմունկի համար հենարան չունի, ինչը ստիպում է, որ մեր ուղեղը ավելի շատ ջանք գործադրի թևը ստաբիլիզացնելու վրա, ու այս իջացնում է ակտիվ մկանաթելերի քանակը թիրախային մկանում։ Բիցեպսի համար preacher curl-երի նման վարժությունը, որտեղ թևի հենարան կա, ու նաև ավելի ծանր է, ավելի բաց արմունքի դիրքում, շատ ավելի լավ տարբերակ է։ Իսկ brachioradialis-ի համար կարելի է overhand կամ neutral խվածքայով curl-եր անել, որոնք շատ ավելի լավ կաշխատացնեն brachioradialis-ը, քան այս վարժությունը։ Նես որ ինչի համար էլ այն անեք, ավելի լավ տարբերակ կա։ Երկրորդը sense դաստակի պտույտներ է գանտելներով, ինչը իրոք ընդհանրապես ոչ մի իմաստ չունի։ Ոչ նախաբազուկի մկանները աճացնելու, ոչ տաքանալու համար։ Մկանային աճի համար մեզ պետք է դանդաղ կծկման արագություն ու բարձր ակտիվ մկանաթելերի քանակ։ Ու քանի որ ստեղ դիմադրություն գրեթե չկա, այս ապահովելը անհնար է։ Իսկ տաքանալու համար մեզ պետք է որ մկաների ջերմաստիճանը բարձրանա, ինչը հնարավոր է ստանալ մենակ կարդիոյի միջոցով, նես որ եթե դուք չեք պատրաստվում այս վարժությունը մի 15 րոպե անել, այն ոչ մի բանով չի օգնելու տաքանալուն։ Երրորդը sense ինչ որ inverted hip thruster-ն է Smith machine-ի վրա, որը ես ամեն անգամ անչափ զարմանում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ որ մեկը անում է։ Ես չեմ հասկանում որն է այս տարօրինակ, անհարմար ու ինչ որտեղ նաև վտանգավոր վարժությունը անելու իմաստը, երբ կարելի է այս նույն սարքավորումի վրա հասարակ hip thruster անել։ Այս երկուսը լրիվ նույն շարժումն են, բայց hip thruster-ը ավելի հարմար են, ստաբիլ, հեշտ են սեթափարվում ու նաև չես վախում, որ շտանգան կսեղա ու ոտերդ կջարդի։ Ու չորրորդը, հաճախ տեսնում եմ, որ assisted pull-up station-ը օգտագործում են pressing movement-ների համար ու ես կարծում եմ, որ մարդիկ կլինեն, ովքեր արդեն բավականաչափ երկար ժամանակ ինձ հետևում են ու կարան կռային, թե ինչի է այս անիմաստ վարժություն։ Դրա համար այս անգամ կուզեմ չասեմ պատասխանը ու տեսնեմ կոմենտներում ինչ կարծիքներ կան։